Բարև ժողովուրդ ջան, հայազգ, այսօր էլ եկավ էլի Մուսասեսի դուրս գամ ձեզ հետ զրույց անեմ մի քիչ։ Նախ եւ առաջ ասեմ, որ այս իմ ելույթը վերաբերել ավելի շատ ջահելներին, մեր Հայաստանի ջահելներին, որոնք 17-18 մինչև 20 տարեկան են, 8 տարի առաջ չգիտեին, 10 տարի առաջ չէին տեսել ինչա կատարվում, չէին հասկանում կամ էլի։ Ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, այ երիտասարդներ, այսօր Հայաստանում պայքար է գնում, տենում եք ինչա կատարվում, այս նախընտրական քարոզարշավներում ով ինչ ուզես ասում է, այդ ու եռագլուխ հրեշ կուսակցությունը, այսպես ասենք, Ռոբերտ Քոչարյան, Տաշիր Սամո եւ դոտ չեմ ուզում ասեմ, Գագիկ Ծառուկյան, սրանք Այն Արման Թաթոյան դրանք չեն ընտրվելու 100%, սրանց մասին եմ ուզում խոսեմ, ջահելներ ջան, դուք չեք պատկերացնում մեր Հայաստանի վիճակը, օրինակ, վերցնենք այդ Ռոբերտ Քոչարյանին, սա մեր ազգի թշնամին է, հունց ասիմ ձեզ, այ ջահելներ, դուք այն վաղտ հիմա ինչ ուզես ասում եք, դուրս եք գալի, խոսում եք, այն վաղտ եթե մի հատ փորձեիք, կարճ եմ խոսում, որ սաղից զալան չտանեմ էլի, ելույթս կարճ ատևելու, այս Քոչարյան Ռոբերտի ժամանակ հանկարծ մի հատ սխալվեիք, մի բան ասեիք, պետության կամ իրա հասցեին կամ մի հատ բողոքեիք, գիտեք ինչ կանեին, տնից դուրս կգայր եւ այլևս տեղդ ոչ մեկ չէր իմանա, չէր վերադառնա, սրանք նենց լա սպանում այս ժողովրդի հոգին կերած, միլիոնի չափ ժողովուրդ արտագաղթել է, դուք հասկանում եք ինչ եմ ասում ձեզ, որոնցից մեկն էլ ես եմ եղել, արտագաղթել եմ այս դրա վաղտ ինչքան կեղտոտ երգիրը չեք պատկերացնում, չէր կարա ոչ մի տեղ մտնել, սաղ պաշտոնները Ղարաբաղից բերված Ղարաբաղցի են, էշ Ղարաբաղցիք էին արցախցիներ, կներեք նորից եմ ասում, ծրճ չի վերաբերում, հա, թեկուզ ձեզնից 70-80%-ը նույն աղմախներն եք, մեկը ձեզ փոխել չի կարելի, սպասիբա Պուտինին գնացեք, ասեք ու պաչեք Պուտինի հետույք, արա, սիկտիրել եք վաբշե կարոչե, ու մի խանգարեք մեզ ապրելու, իսկ այն որ մերվել են մեզ հետ են Ղարաբաղցի արցախցիները, թող ապրեն մեզ հետ, չեք տնում արցախցիներ կա, որոնք հասկանում են այս կյանքը, հասկանում են, եկել մերվել են մեր հետ, մեր Հայաստանի հետ ապրում են, բայց բաներ կա, որ չգիտեմ Քոչարյան Ռոբերտի վախտով ասածս ենա ժողովուրդ գնդակահարություն էր, ոչ մեկ չէր դատվում, պատկերացում եք պրեզիդենտի օրոք սպանություն է կատարվում դատախազ, գլխավոր դատախազի կաբինետում գլխավոր դատախազն են կրակում, ներքին գործերի նախարարի տեղակալն են խփում, ասում ինքնասպանություն է գործը, 2 անգամ ինքն իր սրտին կրակել է, պաշտպանության նախարար խորխորուն են, նախարարի տեղակալ խորխորուն են սպանում, այնքան սպանություններ, այս Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ վնաս է տվել մեր հայ ազգին, քան ինչ որ մի հատ թուրք, ինչ որ մի հատ ադրբեջանցի, ճիշտ հասկացեք ժողովուրդ, ջահելներ ձեզ եմ ասում, նես չանեք նորից մտնեք սրանց տակը, սրանց որ ձայն տակ մեղ կգտուք, ես արագ թռնելու եմ ստեից կամ էլ ներողություն էլի, սպասել եմ որ գան իմ հետևից 2 հոգու գոնե խփեմ, հետո ինձ խփեմ, չեմ գնալու ես սրանց հետ, որովհետև սրանք այնքան անասուն են, չեք տենում այդ Քոչարյան Ռոբերտը, միջև քոքը մաշեցնեն, պատասխան են տալու, արա այս սրիկա, այ չանայող գան, չեմ ուզում եք կրվեմ, նորմալ խոսիմ էլի, արա դու ինչ սրած մրազգի հերանից ածս, տերածս ռուսի տակ, ջահելներ ջան, մեր ամբողջ Հայաստանի այս ռազմարդյունաբերական սաղ, արդյունաբերությունը սաղ հիմնարկները, ձեռնարկությունները ծախեց, միլիարդավոր դոլարների հասնող $100 միլիոն տվեց ռուսին, այս գազի մոմենտներով են այսօր ասում, Ռուսաստանը կթանկացնի, բան քաշեցին, գազապրովոդ ոնց են ասում հայերեն, գազի տրուբա էլի, խողովակ, գազատար, խողովակ քաշեցին Իրանից ստե, Այս Քոչարյան, այս այլանդակ, այս տաբար անասունը, այս ես Ղարաբաղցի էշը, 2 անգամ կրճատեց խողովակի դիամետրը, 2 անգամ, ու տվեց ռուսին, այսօր ռուսն է իշխում, ռուսի ձեռն է այդ Իրանից տեղ եկող, դուք պատկերացրեք, եթե այս անասունը տենց բաներ չաներ, մեր գազը սկի Ռուսաստանից չէինք էլ ուզի, եթե այդ
խողովակի դիամետրը պաշտպանվեր ու հայերի մեր ձեռն էր, Հայաստանի ձեռն էր, թքած ունենք ռուսական գազի վրա, դուք հասկանում եք, սրանք տենց են մեզ իշխե։ Մենակ այդ չնե արա ժողովուրդ ջան, գիտեք ինչեր են արել, չեմ ուզում ասեմ այն սպանությունները, այն ինչեր նրանց սրանց վեճը չէր, սրա լակոտները ինչերի են հասել, ինչ միլիարդներով, ոնց էին, ես նույնիսկ հիշում եմ, Պոլշայից 2005 թիվն էր, եկա իմ ավտոյով, էլի ավտոյով եկա, իմ ավտոյով իջնում էի այդ գազանանոցի կողքով անցնում էի, մի հատ Ղարաբաղի մաշին համարներով մեքենա ջիպ կայնավ ու բանը մոտիկանում է, այն ինչն ասում, գայիշնիկը, ինսպեկտորը մոտիկանում է, չես տա տալի ու բանը հարցնում։ Այս պատուհանը այսքան բացվեց ու մի հատ թքեցին, ջոկեցի, որ թքում են այս գայիշնիկի դեմքին։ Այս գայիշնիկը կայնած սառած, ոչ մի բան չի կարող խոսա։ Ինչա թե դեղ երևի ասել են արա Քոչարյանը այ տենց մեր հայազգին անիծած է։ Այ ջահելներ, մի գնացեք դրան, մի դիմավորեք տենց բաներ խափում է էսի խափում է։ Դուք պատկերացրեք, սա որ գա Հիտլերին ու Ստալինին փառք ենք տալու։ Սա ամբողջ Հայաստանը ավերելու է, տալու է ռուսին, Հայաստանի կեսը արտագաղթելու են ու հələ չգիտեմ ինչեր է կատարվելու։ Քոչարյանին որ չեմ ուզում էլի ասեմ, պարոն Փաշինյան 8 տարի ախր այդ որ ասում եք մարտի 1-ի դեպքերով մենակ մի բանով ապացույց է, որ ով է մեղավոր, ով է եղել գլխավոր հրամանատարը։ Քոչարյան Ռոբերտը պրեզիդենտ եղել, չէ, այդքան մարդն սպանած, ջարդեցին, փշրեցին, ամբողջ Երևանը քանդեցին, կրակեցին, ով է մեղավոր, հրամանը ես էի տվել։ Այդ 0038-ը թե ինչ հրամանը, ով է, այդ որ ասում եք սա է, նա է, Ղարաբաղից ով էր զորք բերել։ Քոչարյան Ռոբերտի հրամանով, դա մենակ հերիքա որ ապացույց է, պրեզիդենտը դու ես եղել, արի այդ շատ լավ, գնա պատասխանը տուր ես ժողովրդի, հերիքա էլի, դուք մեզ հեքիաթ եք պատում, պարոն Փաշինյան, 8 տարի է, 8 տարի է դուք չեք կարող սրան դատեք, ինչ ա եղել, կողեք սարինը սրան, կողեք սարինը, ձեր ձայներն էլ շատանա, մեր ժողովուրդը դրան է սպասում, այնքան ձեր դեմոկրատիային բանին չեն է հավատում, ժողովուրդը այնքան է զզված սրանցից այնքան անեղված, որ մուրրա ուզում հանի, դուք հասկանում եք, վրեժա ուզում լուծի սրանց այս Ղարաբաղսկի կլանից։ Ինչի եք թույլ տալի, ասма Քոչարյանին մարտի 1-ով ոնց դատենք։ Ոնց դատես, հրամանն նա է տվել, պրեզիդենտը նա է եղել, ուրիշ ոչ մի բան չեմ ասում, դե տակը շտաբի պետ է եղել, գլխավոր, չգիտեմ, ով ինչ հրամանատարներ են եղել, թքած դրանց վրա, այդ ես զինվոր փռնիս ես Քոչարյանին, կողես, մնացածը գալու է լծվի իր տեղը, հերիքա էլի զզվանք սպասելով, մեղք ենք մենք։ Թե չէ, ես էլ Եվրոպան թողի եկա ձեզ հավատացի ու մինչև հիմա սպասում եմ, թե Քոչարյան Ռոբերտ ու Սերժ Սարգսյանը երբ են պատասխան տալու մեր ազգի հերանիծած այս Հայաստանը սարքածն այս սրիկաները ինչ։ Էդ եմ ուզում ձեզ ասիմ։ Անցնենք այն մեկին, սրան թողենք, ինձ թվում է սան պետք է դատես։ Չդատես ուրեմն դու իրավունք չունես ընտրվելու։ Մենք փոշմանելու ենք, որ քեզ ընտրել ենք։ Այսօր հոգով սրտով ամեն ձևով ձեզ հետ ենք։ Պարոն ամենայն հայոց վարչապետ ջան, սիրում ենք ձեզ, հարգում ենք, ընդունում ենք, որովհետև տենում ենք էլի, որ այդ Սերժը Քոչը կարային դուրս գային տենց մի հատ խաշլամա վերցնեին ժողովրդի հետ, կամ ով թույլ կտար իր մոտիկանար, ես քո ձեռը չեմ բռնի, կամ մի հատ կնգա նման անասուն էշի կլոխի նման կան ձեզ հետ տենց բաներ խոսան։ Գիտես չէ ինչ կանեին, ընտանիքի սաղ անդամներին գործից կհանեին, կստիպեին սրանց սոված կսատկեին, տուն մուն ինչ ունեն ձեռներից կառնեին, այ ջահելներ ջան, այ ուսանողներ ջան, հավատացեք, այ տենց էին վերաբերում մեր ժողովրդին, հավատացեք, ցավները տանեմ։ Հիմա է այս մեր Նիկոլ Փաշինյանը, մեր ամենայն հայոց վարչապետը թույլ է տալիս sense բաներ, սրանք էլ իրեսն առնում, նորից եմ կրկնում, ամենայն հայոց վարչապետ ջան, ոչ մի դեմոկրատիա առանց տիրանիզմի, առանց հունցն ասում է, առանց դեսպոտության չի առաջացել, պետք է լինեին միատար նենց լկտիներ, որ ռեկետ անեին, ժողովրդին սպանեին, ջարդեին, փշրեին, հետո դեմոկրատիան առաջացավ։ Դուք մի անգամից ուզում եք այս դեմոկրատիա սարքիք, ձեր այս թավիշով, տենց չի, դրանց ավերեք, մի քիչ տերոր արեք, չեք տենում ինչա կատարվում, այն օր եմ հասկանում, հիմա ձեզ, ճիշտը որ ասեմ էլի, որովհետև դուք տենում եք մեր ազգի վիճակը,
մի քանի կեղտոտներ, մի քանի չէ, ահագին կեղտոտներ կա, 15-20% կեղտոտներ կա, որոնք այսօր ուզում են հները վերադառնան, խի են ուզում դա։ Իսկ հները չէին թողի, հները արագ-արագ կավեր էին, մեկը մի բան ասեր, մորթում էին, տանում էին փակում կամ էլ անհետ կորում էր այդ մարդը։ Դուք էլ չեմ ասում թե տենց բաներ արեք, բայց պետական օրենքի դիկտատուրա, всё, օրենքի դիկտատուրա, խախտեց օրենքը, բռնի կողքի, ով ուզմաննի, թե այս Վարդևանյանը ասում է, այս Անդոն, այս դավաճանը, տեսեք, հայ ազգը հետևից գնում է հələ Գագոն էլ, այդ Ծառուկյան Գագոն, անցնենք Գագոին, էլի, այդ Քոչանից անցնենք այդ երագլուխներից Գագոին։ Գագո ասում էր, եթե իմանամ ինքը դավաճանա, ինքս անձամբ կգնդակարեմ, તો մեկն ելնի քեզ գնդակարի, արա հերիքա, էլի, արա, Քոչանի շունն նստած տակից միջև հիմա էլ այդ շունը տրածս։ Մոռացած, քեզ Աշոտյանը այն ՀՀԿ-ն ոնց էր դոտ սարքում։ Ես չեմ ուզում տենց բաներ քեզ ասեմ։ Դոդի Գագոին ասում։ Դու ինչ ես քեզնից ներկայացնում, արա։ Քո բիզնեսը պետք է խլվեր։ 8 տարի է բիզնես ես խլում։ Պարոն Փաշինյան, խլեք սրանից այդ բիզնես տվեք այս ժողովրդին, արա, հերիքա։ Այս թույլը տված սա բերանումը լեզու եք դրե։ Այ Ծառուկյան Գագո, արա բիզնեսմեն էր, գնա իր յանտա էր, քո համար աշխատեիր, միլիարդատ էր մարդ ես, գնա իր հանգիստ ապրեիր, այս պետությանը ընդուներ, այո, ժողովրդի ղեկավարությունը, ժողովրդի իշխանությունը Քոչանեմ ասում, թքածուն եմ, արա, Քոչանեմ ասում, հիշում եմ սատանային։ Ընդուներ մեր Փաշինյանի ղեկավարությամբ մեր իշխանությունը, ԿՊ իշխանությունը, հետը դու խես պայքարում, արա, գնա փող աշխատի, արա։ Ինձ մտնում ռուսական ձեր այդ ռուսի արունը ձեր մեջ է։ Ռուսներն են էլի տենց կոոպերատիվ օզերա, Լենինգրադցի, այդ 10 հոգի ամբողջ եկա Ռուսաստանը նայում, այդ Պուտին այդ պիդերմոնի ղեկավարությամբ։ Այ Պուտին, քո ազգը Պուտին եք ասում, Պուտին չէ, Պուտին ասեք հայերեն։ Քո ազգը քո հերանիցելու, արա, այ չգիտեմ ինչ ասիմ է, խորանում եմ ուրիշ բաներ է գալի գլխումս։ Մեկ էլ եմ ասում, անցնենք Ծառուկյանի вообще բան չունեմ ասելու, հələ պատչում են, ժողովուրդը գնում, արա, դա ձեր հերը անիծածա, դուք հասկանում եք, այդ Ծառուկյան Գագոն ձեր հերը անիծածա, ձեր փողերով այնքը միլիարդատեր դարի, ու ձեզ ավերել է։ Ես բաներ գիտեմ, իրա տղեկը մտել են իր այն ախրանան են բախտերով, մտել է մի հատ առինջում, մի հատ գյուղ, մի հատ ծանոթ ունեի Լեհաստանից, իրանց տունը կնոջ մորը հորը մոտ այդ տղային նենց են ծեծ է, որ հազիվ են հետ բերե։ Ու այսօր դուք Գագո եք ասում արա։ Ծառուկյան Գագոն իրա քրոջը ասում է մոր, չգիտեմ, սրան անուններով մանկապարտ է դպրոցի անունները դպրոցա դնում։ Արա դու հուս արա։ Այ բիզնեսմեն քեզման միլիոնավոր բիզնեսներ կար աշխարհում։ Մենակ Հայաստանում դու կարաս չեմ ուզում ասիմ, գնա ձեն կտրի արա, այդ չաղ ջանդակդ մեղք ես դու, գնա բիզնես տարա, ինչ որ քեզնից ուզում են տուր, ինչ որ խլել ես այս ժողովրդից, տուր ու ձեն կտրի вообще սիկտիր, բարգավաճ, չէ, ցածրավաճ, կողեմ ծերենան։ Մեկ էլ անցնենք այս տաշիրին, այս հայ ազգի գիգանտ мысли, արա, մի բիզնեսմեն էլ տուս, ինձ եկած քիթդ գցած մեր հայ ազգի մեջ, մենք չգիտենք խոսելդ այ անասուն եմ քեզ ասում, որտեղ դու տավար ես, քո այդ աղբերները, քո այդ լակոտ այդ նարեկա, այն քո տղան, ինչ կանում ես ժողովրդին, արա, դուք անասուն եք, դուք հասկանում եք, որ ամբողջ օրը ձեզ քրֆում են, ու դուք հույս ունեք բան անեք, իշխանություն յուրնիկ, առհացս։ Մեղք մեր ժողովուրդ պետք է որ դու գաս մեր իշխանության արա, այդ տաշիր, ախր դրա վրա քրեական գործեր կա, պարոն Փաշինյան, դա խիրա տան նստած հրավիրում հալա մարդկանց ապուշ դեբիլ տուս տալիս, դա պետք է հեննի կամերում, KGB-ի պատվալում, անկախ նրանից Պուտինն է մեջքին, թե Աստված է մեջքին, խիչ ես կողում դրան, թույլ ես տալի այսքան բանանի։ Այդ երագլուխ սրանց вообще ավերելի է, ջահելներ ջան, ձեզ եմ ասում։ Ոչինչ բանի չեք հասնելու։ Նորից գալու այն օրը, որ Սաշիկի, Քոչարյանի, չգիտեմ, այդ չատլախների երեխեքը գալու են ձեզ ոնց ուզեն անեն, ձեր ընկերուհիներին տանեն պետք լինի զենքով, շնչելու են այն կոկայինը գան, ինչ պետք է անեն, ոչ մեկից փող չեն ուզելու, փող չեն տալու։ Ձեզնից փողերը խլելու են։ Ջահելներ ջան, հասկացեք, Եվրոպա են գնում, թողեք գնանք։ Ընտրեք, Փաշինյանին ընտրեք։ Լավ է, վատ է այսօր
պարոն Փաշինյանը, մեր ամենայն հայոց վարչապետն է, ընդունեք, չեք պատկերացնում էլի, սա ինքը ինչքան է ռիսկավատ անում, դուք հասկանում եք նրա ռիսկը, այսօր դուրս է եկել Պուտին, ամբողջ աշխարհը վախենում է այդ Ռուսաստան, այդ պիդերմոն, այդ Պուտինից ինքը դուրս է եկել բան անում, կներեք որ քֆուրում, սա քֆուր չէ էլի, սա հələ չեմ քրվում, բախտները բերալա չեմ քրվում, այդ եմ ասում, իսկ ժողովուրդ մտածեք, որ գնանք ընտրենք Փաշինյանին, մեր Հայաստանը, դուք չեք պատկերացնում, ես Եվրոպայում 20 տարի ապրել եմ, դուք չեք պատկերացնում ինչ օրենքը բոլորի համար է, ով ուզում ես եղիր, Դոդ Գագո եղիր, Տաշիր Սամուել Քոչարյան եղիր, խախտեց իր օրենքը, դնելու են լավի թերը անիծելու են, այդ տենց է, նույնիսկ եթե Փաշինյանն ես, Փաշինյանը խախտես օրենքը, հերդ անիծելու են, ուզում եմ ասեմ, եկեք գնանք օրենքով ապրենք, ճիշտ է, աշխատավարձը այսօր մի քիչ ցածր է Հայաստանում, բայց տեղեր կա բարձր է, աշխատենք էլի, աշխատենք, այնքան որ մեր սերունդները լավ ապրեն, երբեք դուք հասկանալու սա, այ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, այս սրիկաներին ռադանիկ, ուրեմն մի բան ասեմ, սրանք տեսեք հələ ինչ է կատարվում, այդ Տաշիր Սամոն նամանավանդ, Տաշիր Սամոյի սայտերը որ մտնում ես, միլիոնավոր լայքեր կա, ու Պողոս Պետրոս, Աբդուլ Համիդ, Սուլթան Սուլեյման, սաղ իրանք են, մի նայեք դա, մի խապվեք, մի 10 հոգի նստած են կամպյուտերների դեմը 10,000-ներով բան են անում, ու կիսվում են, ժողովուրդ ջան, դրա համար եմ ասում, իմն էլ կիսվեք, այսա կիսվեք, որ ժողովուրդը լսեն, դրսերում էլ լսեն, իմ Եվրոպայում, որտեղ ես եղել եմ, դեղ էլ լսեն, Ռուսաստաններում էլ լսեն, իմ ընկերություն ունեմ, բան ունեմ, հասկացեք, ծանոթներ ունեմ, թող մեր հայրը հասկանան ինչ եմ ասում, ցավները տանեմ, կիսվեք ու լայքեք ես, ոչ թե ինչ որ բլոգեր եմ, ես նորից եմ կրկնում, ես բլոգեր չեմ, մեկ դուրս եմ գալի, որ ձեզ զրույց անեմ, բաներ կա, որ հասնում է, ուղեղից ներվերս քայքայվում է, այդ եմ ասում, չգիտեմ, ներվերս չի երիքում, այս մեկ էլ մեր քաջարանցիներին Սյունիքին եմ դիմում, Սյունեցիներ մի մոռացեք, քաջարանցիներն ամանավանդ, մինչև 18 թիվը, հələ մինչև 21 թիվը, ինչ էր կատարվում ստե, սալյարկա գողացող չատլաղ բոզի տղեկը ներողություն, շատ ներողություն, սրանք ինչեր էին անում, մեր ժողովրդին ընտանիքներ քանդում, մտնում տներ եւ այլ, չեմ ուզում խորանամ, դուք ինձնից լավ գիտում, տամ, ջարդում, փշրում, դաժե մարդն սպանած, ղարկած իրանք չեն դատվել, այսպես բաներ են արել, ուզում եք տավերադառնա, հիմա որ սրանք վախեցած ընկած են պուճախները, խեյք թողում, խեյք ուրախանում արա, որ սրանց վիզը պետք է կտրվի, քաղաքական ձևով եմ ասում, սրանց պետք է ավերենք, սրանք նայեք, այս ֆանտանի գործեր ով անում, իրանց հիմնարկը, որտեղ այս մեր սափրագլուխ քյոխվան փայա, փողա կիսվում այդ օլիգարխի հետ, այդ օլիգարխին չէ ուզում կպնեի, բայց արդեն որի համադայել է հանում, հա, դրան էլ կկպնիմ կասիմ արա, հələ բաներ կա չեմ ուզում, խորանամ, ասելու եմ, պրոստը շատ է, արդեն 18 րոպե խոսում եմ, չեմ ուզում այսքան երկարացնեմ, քաջարանցիներ ջան, այս կոմբինատը, պարոն Փաշինյան, ասում ես 300 միլիարդ կոմբինատը մուծվել է, կոմբինատը մուծվել է 300 միլիարդ, որ 22% ունի պետության, իսկ եթե 51% ունենար, կամ 100% ունենար, այդ վաղտ ինչքան կա մուծվել, դուք ինձ այդ ասեք, այս ժողովրդին դա բացատրեք, որ կոմբինատին չեք կարող կպնեք, ոչ դուք, որտեղ ձեր կողքի մարդիկ, ձեր կողքի մի քանի եզեր դավաճան բոզեր, որ ձեզ դավաճանում են, փայը մտես սրանց հետ միասին գործ են անում, ու սրանց բերանումն են լեզու են դրել, դուք երբ էլ հələ 18-20 թվերին եք, խոսք տվեի, անձամբ ինձ, որ ես ղափանում ձեզ հարցերից ասցիք, դրանց հարցերը լուծում է, պետականացրեք, խիա ռուսի ձեռը, դուք հասկանում եք, ժողովուրդ ջան, այս կոմբինատը ռուսի ձեռն է, եթե 300 միլիարդ 22%-ին է տվել, մնացած տոկոսները դուք հաշվեք, քանի միլիարդներ անում եւ գնում է Ռուսաստան եւ դա օգտագործում են մեր ժողովրդի դեմ, մեր դեմ, ինձ թվում է հունիսի 7-ից սա պետք է արդեն Փաշինյանը հաշվի առնի։ Եթե Փաշինյան հունիսի 7-ին հաշվի չառնես, ուրեմն քո դեմ են քելնելու, հիշիր։ Ես քո ֆանատն եմ։ Ես գժվում եմ։ Առաջին ես եմ եղել, որ 18 թվին, 19 թվին ելույթներումս ասել եմ ամենայն հայոց վարչապետ Տիգրան Մեծ։ Բայց որ նայում եմ կողքդ արդեն դավաճանություն է գնում։ Դավաճանություն չէ, կաշառակերություն է գնում։ Այդ կոռուպցիան վերացրու։ Սպասում եմ հունիսի 7-ին ավարտես, մեր այս սապրագլուխ հայվանին հանես, որ 8 տարյա դատ է գնում, չեն դատում, հների հետ կերած, իր Վայ Ակոբյանի սանիկներ, թուլաներ, այսօր դարել է մի հատ նորից նույն թուլան,
չի երևում։ Տեսեք, եկա քաջարան չէր երևում, որտե մեր քաջանի տղաները, մեր քաջանի ջայլները այսօր ԿՊ-ի մալադեց իրանց ցավը տանեմ, ճիշտ են անում, ճիշտ են աշխատում, բայց ուզում են մերվեն, հոп, տղաներ չմերվեք այս սրիկայի հետ, սա պետք է պատասխան տա վաղ թե ուշ, հվատեք, սա են օլիգարխներ, սա պատասխան է տալու, իսկ օլիգարխին աննը որ կապում են մեր Հայաստանի երկրորդ մարդու հետ, որ իր հետ է գործեր անում, փողը չելեզ իր է գնում, մեկը դա էլ ենք բացահայտելու, հավատացեք, ունենք ազգային անվտանգության ծառայություն, ցավը տանեմ, որ աշխատելու է, հենց հաղթանք, պատկերացեք ինչա, հիմա որ սենց են աշխատում, դու պատկերացնում եք Նիկոլո Կյապ ղեկավարության, գիտենք, որ 5 տարի մերն է, 5 տարի մեր իշխանությունն է, ինչ են անելու սրանց հետ։ Ես հիմա չեմ ուզում ասեմ ընտրություններ ա գալի, այդ երկրորդ մարդու անունը տալու եմ ու ասել եմ, որ եթե դու չես, քո անունը շոշափվում աստ է, որ դու ես սրանց պահում, այս սալյարկա գողացողներին, որոնք սալյարկա գողանալով Վայ Հակոբյանի թուլեքը ելնելով, այսօր նորից ավելի շատ փող են աշխատում, քան դուք։ Հələ երկրորդ դպրոցը չեն ընդունել, մեր քաջանը ինչքան գիտեմ, տենց են ինձ ասել, էլի ճիշտ ասուտա չեմ կարող ասեմ, էլի նույն հիմնարկը երկրորդ դպրոցը այդ համայնքապետը որ տալիս է այդ հիմնարկը, համայնքապետ դե փայ է, մեծ փայ են, ինքն է, Պալասկովն է, դե այնտեղ քոչ կլինի, եթե Պալասկովը որտեղ է Վայ Հակոբյան կլինեն, իրանք են հները, այդ միլիարդները, որ աշխատում են, չեն ընդունել այս երկրորդ մեր քաջանի երկրորդ դպրոցը բան են արել, չեն ընդունել։ Հիմա ինչ կատարվում է սաղ այդ հիմնարկն անում, ուրիշ հիմնարկ չկա, եք տալիս այդ հիմնարկին այդ փողերը, արա, այդ փողերը օգտագործում են մրդեմ, իմ դեմ լիշնի, կողխեմ այդ փողերը, որ դուք տալիս եք դրանց, հասկադալի, խեչկես քաչալող ռաշեհենա դատվում է, սրա վրա այնքան հոդված կա, որ ես համեմատ իրան, ես անգել եմ, ես հրեշտակ եմ, հասկանում եք, իմ վրա էլ հոդված են դրել որպես բանը, ինչն ասում է, ռեկետյոր, մեկետյոր այս կոմբինատին, մեր այս անասուն կոմբինատը, ոչխար կոմբինատը, որ դրե ավերում է մեր երկիրը, հիմա հլա չեմ խոսում, հլա սպասում եմ, ընտրություններից հետո ենք սրանց սաղ բերելու, թղթերը, ժողովուրդ, մեկ էլ ասիմ քաջանցին, ռագին թղթեր կա այդ Աբդուլհամիդ Բոզի տողու վրա, ուղարկեք ինձ էլի այդ թղթերը, ցավները տանեմ, ով ինչ գիտի բան արեք, որ այդ Աբդուլհամիդին հեսա գալու են բան են անելու, սաղ աուդիտ բան են անելու, հունիսի 7-ից հետո ես դիմելու եմ մինչև վերջ, ես չէ, իմ հետ մարդիկ կա, որոնք սպասում են դրան, որ սա մեր քաջանցները ծրհերը տրած անիծում է, այդ Աբդուլհամիդը, այդ կոմբինատից տրած, տեսում եք ինչն է, դուք էլ տապը քանում, ինչա դա սապրագլուխ կա, այս սապրագլուխը սատկած է, հասկացեք, արա, այդ քյոխվան սատկած է, եկուց գալուն իրան տանին, հունիսի 7-ից, պարոն Փաշինյան, դուք ասցիք մինչ ամսի 15-20 սպասում ենք, հունիսի 15 օրից պետք է այս հարիֆը նստած լինի, կամ տարածնեք պատվալ, վсё, ու մեր մարդկանց դրեք, ԿՊ-ից դրեք, ԿՊ-ից տղեկ կա, որ դնեք ստեղ գիտեք ոնց կմաքրեն մեր քաջարանը, դուք հասկանում եք, քաջարանը իրանց, սա որտև սաղ իրանց 5 կադրերն են նստած, սաղ 5 կադրերն են մեր քաջարանում նստած, Ղափանի մասին չեմ խոսում, Ղափան դե Թաթոյան Արմանան չգիտեմ ինչ, բայց Ղափանի մեր տղեկը մալացի, իրանք էլ են լավ աշխատում, ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր պատգամավոր Ղարամանյան Նարեկին, իրոք, Նարեկ ջան, մերսի, ցավը տանեմ, ահագին բան ես անում, արա մինչև վերջ, մեջ գիտենք, սարի նման, այ գոնե որ ուրիշ բան չեմ կարող անեմ, չեմ կարող քայլեմ, գիտես, լավ չեմ, տնից չեմ կարող էլ դուրս գամ, առողջունս ընկած է, պետք է գնամ օպերացիաներ էլ ձև չկա, բայց սենց, որ սենց լինի, սենց ավելի շատ է քեզ պատժկաս, քան թե չգիտեմ, այն որ գալիս են կողքիդ ժոպալիզությունն անում, եղավ, ցավը տանեմ, Նարեկ ջան, Ղարամանյան ջան, արա մինչև վերջ, ու դիմում եմ մեր տղեկին քաջարանի, դուք էլ Արաքելյան Արմեն, Արաքելյան Էդգար, Պետրոսյան Գառնիկ, Սիլանյան Իշխան եւ իրանց այդ բոլոր այդ ջայլները արեք հաղթենք, վերջն է, սա վերջի հարվածն է, որ վերջում խփում ենք սրանց ու պրծում են, էլ չկան, ու ինձ թվում է արդեն կդատվեն, ուրիշ ձև չկա, այս սապրագլուխին էլ հանեն քացով խփենք թող տանեն պատվալը, սապրագլխի տեղը նստի մեր տղաներից, գիտեմ, Ստենց տղաներ ունենք, արդար տղա մեր քաջանում, այս կոմբինատն էլ կան չի կզծնի, որ կոմբինատն է սրանք կզծնում, այ բոլորին ինչ եմ ուզում ասեմ, որ նորմալ աշխատենք, քաջանը դառնա նորմալ քաղաք, այսօր քաջանը հարուստ քաղաք, ամենահարուստ քաղաքն է Հայաստանում, ժողովուրդ ջան, հայ ժողովուրդ, միլիարդները ստեղից են գնում, ուրա գնում 80
տոկոսից ավել 80-70% գնում է ռուսներին։ Իսկ մնացածը տալիս եմ ըստ 300 միլիարդ փող են, ուրախանում եք դրանով։ Ոչ։ Վազգեն Սարգսյանը վախտին ասում էր, սա պետք է պետական լինի ու աշխատի մեր բանակի, հայոց բանակի համար։ Սենց ասեմ, շնորհակալություն նաև Սուրեն Պապիկյանին, մեր բանակի Սուրեն ջան, մի մտածի, ինչ շատ բաներ են ասելու քեզ։ Ոչմ բոլոր այդ ԿՊ-ի մեր այն ազնիվ տղեկին եմ ասում, ազնիվներին, հա, որովհետև ձեր մեջ կա հագին պոռնկաբարու լկստված լակոտներ, որոնք փող են աշխատում, դա հետո եմ ասելու, ընտրություններից հետո։ Այսքանը ներող եղեք ավել պակասի համար ցավները տանեմ։ Զրուցեցի ձեզ ներկայացրեցի։ Մեր քաջանում Հայաստանը իրավիճակ քաջանի։ Նորից եմ խնդրում, ուսանողներ ջան, այդ որ ուսանողական քաղաք են սարքում, ոնց է կոչում, կենտրոնա թե չգիտեմ ինչ, այս որ ասում են պետք չի, թող կենտրոնում քաղաք սուտ է, նայեք Օքսֆորդը, նայեք արտասահմանում Քեմբրիջները բանը սաղ առանձին են սարքված, գնացեք դեղ ապրեք, ուրախացեք, ձեր հանակացաններով, բանով քեֆեր արեք, մեծացեք ու սովորեք։ Այս որտեղ մինչև հիմա ուսում չի եղել, սրանք էս Սերժ Սարգսյանը ու էս Ռոբերտ Քոչարյանը սարքացն լա մեր ուսումը, դաժե որ ասում են երկու անգամ երկու այդ քնություն տվողը բարձրագույն չեր իմանում։ Ես գիտեմ հորս արև, ես գիտեմ տենց մարդ երկու անգամ երկուսեն ասել չի կարացել պատասխանի, բայց ավարտել է, դիպլոմ ունի։ Որովհետև Ղարաբաղսկի կլանն է եղել։ Ու մեկ էլ մի բան եմ խնդրում, Ղարաբաղցի լավա վատա ով ուզում ալնի, ոչ մի պաշտոնի չդնեք, ոչ մի պաշտոն իրավունք չունեն նրանք լնելու։ Ոչ մի, նրանք մեր տեղը չգիտեն, Հայաստանի տեղը չգիտեն։ Այսօր Հայաստանը իրանց 30 տարի պահած միլիարդատեր է սարքած, սրանք այսօր մեզ քրվում են։ Ոչ բոլոր արցախցիներին եմ ասում, այն 80%-ին, որոնց արյունը ջհուդա թուրքա, պարսկական արյունը, հասկացաք։ Էլ մի նեղացեք, որ սենց եմ ասում։ Նեղացողը վրեն նեղանակ։ Այսքանը, ժողովուրդ ջան, ուրեմն 2026-ին ընտրում ենք 16-ին։ Գեցե ինքնիշխան Հայաստանը, գեցե ամենայն հայոց վարչապետը, գեցե ԿՊ կուսակցությունը եւ հայ ազգը։ Ախպերություն, քուրություն ջան, մտածեք ում եք ընտրելու։ Մտածեք, ցավները տանեմ, այսքանը ավել չեմ, շատ խոսացի։ Ու տարածեք այս ելույթս, տարածեք, լայքեք ու տարածեք, կոմենտներ գրեք, որ տեսնան այս սրիկաները, թե չէ իրանց այդ մաշինը, այդ հինչակոչում այդ մեքենան, իրանց այդ ինտերնետում, տեսեք ինչեր են անում, սա ուր բացում ես իրանք են, եկեք մենք էլ պայքարենք իրանց դեմ, որովհետև այդ մեքենան, այդ իրանց այդ պայքարը օգնում է, եթե մարդը տուպոյ լինի, 10-ից մեկը ոնց ուզում տուպոյ ալնելու, դրանց հավատալու է ու ձայնա տալու դրանց, եկեք բան անենք այսքանը, աշխատենք, շնորհակալություն, այսքանը ձավները տանեմ, գեցե ինքնիշխան Հայաստանը, շնորհակալություն հայտնենք մեր վարչապետին, որ ազատեց, դուք չեք պատկերացում, ջահելներ, ոնց ենք մենք ապրել, ինչ վիճակում ենք ապրել, թողել են գնացել այս երկրից 20 տարուց ավել, 25 տարի Ռուսաստան, 20 տարի դրսերում, Եվրոպաներում եմ ապրել, բայց կներեմ այդ Քոչարյանին ու Սերժին, չեմ ների ու լավ, այսքանը ժպիտով ավարտենք, մենք հաղթելու ենք, հաղթանակը մերն ալնելու, հայ ազգ, դուրս են գալու այս լծի տակից, ձեր ցավը տանեմ, գեցե ամենայն հայոց վարչապետի գլխավորությամբ մեր ինքնիշխան անկախ Հայաստանը, որ պետք է դառնանք Եվրոմիության անդամ, ես ուզում եմ Եվրոպա լինենք, ոչ թե այն Սիբիրների, այն Ուրալների նման, այսքանը չեմ խորանում, ստեսություն։